Ինչ են արել, պատերազմ էր, մարդկանց բան են արել, բայց հետո հիմնարկի տնօրենն եկավ, հարցերը լուծեցին։ Ինքը ինչից է սկսել խնդիրը, ով է, ոնց։ Անվտանգությունը։ Իրանց անվտանգությունը գյուղի երիտասարդներին ծեծել են։ Այսինքն Վալեքսի անվտանգությունը։ Վալեքսի անվտանգությունը, բայց դա հիմնարկի տնօրենը իհարկե տեղյակ չէր այդ գործին։ Ինչ ասեմ, ասφαλտած երեխային տելևիզիա ենք նայում, կինո ենք նայում։ Մեկերցիները լսվեց, ինքը դուրս թռավ, հենց դեռ մեր հայատում էս ծորում։ Այդ այդ ցեներին դուրս թռավ, գնաց 10 րոպե արդեն տվել էին ոտը։ Այդ անվտանգ կեղտոտն են։ Իսկ ինչ միջադեպ է, ինչ է պատմել ինքը։ Գորգորոց էր։ Գորգորոցին ինքը դուրս թռավ ու ահագին հավաքված էին 6 հոգու դեմ 20 հոգի։ Այդ 6-ին էլ լավ ծեծել էին։ Իրան էլ անմիջապես ընկել էր ու ոտը տրորել են ու նախատուկ կոտրել։ Իմ երեխան փոքր երեխայանոտ 24 տարեկան ջահելա պրոստո դեմի ում հայատում ու ճղճղոցելի դուրս չտրվել։ Ֆենանիկն են դուրս չում տրամարդ չի կարա դուրս թռչի։ Այդքան բանում ինչ շատ ուշ ասի ժամը 4-ին եմ ես իմացի որ իմ երեխան արդեն դա են վանած ու դրանից հետո տեղափոխել են Երևան հանրապետական։ Իսկ ես ինչ է հայտնի միջադեպի պատճառները որոնք են։ Միջադեպի պատճառը դե ուրիշների հետ ընդհանրում այլել մտնում թե արագ է քշել թոզ է քարել այդ է ասել։ Այդ թոզը մեզ խեղդում այրեք անձև չէր եկել։ Դուք կտենայիք ինչ թոզ, ապատուհան չեմ բացանում ես։ Շունչս կտրում է, խեղդում են փոքրտս թոզ լվաց չեն կարող փռենք։ Այդ չիմիրանց թոզերն է։ Այդ հանքից եկած փոշինը դենց շատ։ Տրանսպորտն այնքան շատ է, այդ իմացը շոշովն է շատ ու տրանսպորտը գնում, բայց այն փոշին մի րոպե չի դադարնալի գյուղի թեղուցիներին, ես սեր թեղուցիներին ուշունց էին տալիս, մանքերը ստիպված, հայեկել են բնակնավոր։ Արավերտուց եկել են թեղոտի միջին իրենց մաշխատում են գործեն ժալ թեղոտից ոնց մեր ուշունց տալի, այդ որոք ճահելը կհամպեր է։ Ոնց է երախու վիճակ ինչ են ասում հիվանդանոցում։ Արկածը արդեն ծանրոցների տակ վաղ օպերացիա պետք է անել։ Իսկ ով է հոգում այդ ծախսերը։ Իրանք ասել են մենք հոգատրա մասին ոչ են խոստին օրեն եկա մեկ չարազի մոտ։ Ասել են մենք այդ ծախսերը կխոքանք։ Այսինքն Վալեքսը հոգալու է ձեր երեխայի պատճառված։ Աստեղի տնօրենն ասելից պարոն Պապոյանն ասել է այդ ծախսերը մենք կխոքանք։ Նոր ոտ չի Դե պարզ բանը։ Ոչ մի բան կես արացածն ասմա չի կաչ։ Իսկ պատիժ կրել Դե այսօր ահագին ժամը 6-ից մինչև 4-ը մենք մեկի որ ընդեղ իրաց սենց հիմնարկի որ սկսվում է ընդեղ մենք հավաքույթ ենք արել համեկել է մեր մարսպետ նայք է դրա հետ միլպետ նայք է որ այդ մեղավորների պատիժ են 6 հոգու ծեծել են շատ Եվ այդ եկասնին կարատեսնին ալավետուց, իրանք էին զանգեր կանչել։ Իրանք էին զանգեր կանչել։ 6 հոգին, 20 հոգին 6 հոգու դեմ ինչ կարան, ենա պատից է ծնչել։ Թարբով, տղեկ էին իրանք էլ լողի պարապած։ Ոստիկանությունը տեղակ իրանք քրական գործասին կահարուցենք մենք կպատժենք մեղավորներին։ Որ դուք ասում եք հարցը լուծել, այդ ծեծողները, որոնք ծեծել էին այդ երեխեքին, հիմա դրանց գործից ազատել են։ Հա, ազատել են։ Ու դա գյուղին բավարարեց արդեն։ Իսկ ոստիկանությունը Պետք է պատիժ ստանա։ Բոլորը գիտեն, հա, պետք է պատիժ ստանան։ Ինչի՞ չստանան։ Ինչու հենց Նրանք պետք է ստանան։ Նրանք խանգարում են մեր աշխատանքին։ Նրանք ոչ թե անվտանգության աշխատողներ են, նրանք վտանգավոր աշխատողներ են։ Նրանք մեզ խանգարում են։ Նրանք են հրահրում կռիվները։ Ու դուք հավատում եք, որ տնօրենությունը տեղյակ չէր դրանից։ Չէ, ազնվությամբ տեղյակ չէր։ Այդ Վալեքսի քաոսը, հա, որ անվտանգությունը կարող է առանց տնօրինության ինչ-որ գործողություն անել։ Գիտեք ոնց է Երևանում ցանկացած օլիգարխի ախնանա, ցանկացած։ Դուք գիտեք, այցելել եք Երևան, երբ որ ցանկացած օլիգարխական, երբ որ մեկին ծեծում է, իր տերը հաստատ ինչ որտեղ տեղյակ է։ Կամ էլ, չէ, կամ էլ ասեմ ավելին, եթե տեղյակ չի, բայց ինքը այդ իրավասությունը տվել է, որ դու կարաս մարդ ծեծես։ Չէ, հնարավոր չէ։ Հնարավոր չի։ Դա հեչ հնարավոր։